կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյան։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած դաշինքը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին մասը։ Ցուցակը գլխավորում են Արեգ Կարապետյանը, երկրորդ եւ երրորդ տեղերում համապատասխանաբար իրավաբաններ Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանն են։ Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Ապրիլի 11-ին երեկոյան 5-ին Ուժեղ Հայաստանը Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել, որի ընթացքում կհրապարակվի դաշինքի ամբողջ նախընտրական ցուցակը։ Վաղը չէ մյուս օրը, ապրիլի 11-ին, երեկոյան ժամը 5-ին, հավաքվելու ենք մենք բոլորով, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք ի նշան փոփոխության պահանջի։ Մեր երկրին փոփոխություն է պետք, փոփոխությունը մենակ կփրկի մեր երկիրը անկումից։ Եվ նաև հանրահավաքից հետո մենք ունենալու ենք լույսերով քայլերթ Երևանի կենտրոնով մեկ, բոլորով իրար հետ 2 ժամ կատարենք մեր քաղաքացիական պարտքը, տեսնենք իրար, ուժեղանանք իրար հետ և բերենք փոփոխություն մեր երկրին։ Ինչ վերաբերվում է տետատետ հանդիպմանը, մենք արդեն Հայաստանի վարչապետն այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են հանդիպել հունիսի երկրորդ կեսին խորհրդարանական ընտրություններից հետո։ բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին։ Խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածը Նիկոլ Փաշինյանի միմյանց թիրախավորելու մասին է։ Քաղաքականությունը ընդհանրապես հատկապես ժողովրդավարական երկրներում եւ հատկապես ընտրական շրջանում նրա մասին է, որ քեզ թիրախավորում են, դու ես թիրախավորում, հետո քեզ են թիրախավորում, հետո դու ես թիրախավորում։ Ինչու է վախենում ընտրապայքարի դուրս եկած իր հակառակորդներից ու նրանցով վախեցնում քաղաքացիներին, պնդում, եթե ինքը չընտրվի, ավերիչ պատերազմ է լինելու։ Վախեցնել ժողովրդին դա կներեք ոչ ճիշտ ձևակերպում է։ Մարդկանց ահուս սարսափի մեջ եք պահում։ Չէ, մենք ահուս սարսափի մեջ։ Դուք անընդհատ ասում եք պատերազմա լինելու, եթե ես չընտրեք։ Ես լսել եմ։ Շատ մեծ մտավախություն կա իմ մեջ, ու ես տառապում եմ դրանով։ Գիրք չեն կարդացել։ Եվ ընտրովի արդարադատության մասին են հարցրել մեր գործընկերները Նիկոլ Փաշինյանին, ինչու հղի կնոջը Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած վարչապետին ուղեկցող Ավտոշարասյան վարորդը ազատության մեջ է, իսկ պատարագին աղոթելու գնացած 18-ամյա Դավիթը կալանավորված։ Այնպես չի, որ մենք երջանիկ ենք Հայաստանում արդարադատության վիճակով։ Բարգավաճ Հայաստանը քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա չի կազմի։ Հայտարարել է Գագիկ Ծառուկյանը առաջարկ Հայաստանին ծրագրի շնորհանդեսի ժամանակ։ Հիմա քաղաքացիական պայմանագրի հետ որևէ համագործակցություն։ Եթե օրինակ ձեր ձայնից կախված նրանք իշխանություն լինեն, թե ոչ, դուք չեք տա ձեր ձայնը։ Իհարկե ոչ։ Քոչարյանին կտակ չէ Փաշինյանը։ Իհարկե ոչ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դատապարտել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում հայաստանյան ծառաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ տեղ գտած դրույթները։ Մայրաթորը ընդգծել է, որ ծրագրում եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման եւ ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման ու նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաեւ խղճի ու կրոնի ազատության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական նման խոստումներով եւս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակայեկեղեցական էությունը եւ նպատակը։ Մայրաթորը շեշտել է, որ եկեղեցու առաքելությունը չպետք է դառնա քաղաքական շահարկումների առարկա, քանի որ կաթողիկոսի ընտրությունն ու եկեղեցական բարեկարգումները բացառապես հոգեվոր կանոնական տիրույթում են եւ դուրս են պետական իշխանությունների իրավասություններից։ Մայրաթորը ԿՊ-ի որդեգրած գործելավոճը որակել է որպես ազգավնաս եւ անթույլատրելի քայլ, որը վտանգում ու խաթարում է հոգեվոր անվտանգությունը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի արտգործնախարար Երմեկ Կոշերբաևի առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը։ Արարատ Միրզոյանի խոսքով տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղված համատեղ ջանքերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի եւ միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։ Երմեկ Կոշերբաևն էլ իր խոսքում Հայաստանը որակել է որպես հուսալի քաղաքական ու տնտեսական գործընկեր, շեշտելով, որ ռազմավարական գործընկերության հաստատումը նոր էջ է բացում բազմակողմ համագործակցության համար։
Հրադադարի շուրջ համաձայնության շրջանակն արդեն պաշտոնապես ներառում է նաև Լիբանանի եւ Իրանի դաշնակից խմբավորումներին։ Պակիստանի վարչապետը վերահաստատել է, որ այս դիրքորոշումն անփոփոխ է, իսկ Իրանի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ ցանկացած խախտում կստանա համարժեք պատասխան։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը շեշտել է, որ Լիբանանի դեմ շարունակվող Իսրայելի ագրեսիան համաձայնագրի կոպիտ խախտում է եւ անվստահություն է առաջացնում։ Պակիստանում նախատեսված Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի բանակցությունների ֆոնին Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ պատվիրակությունների կազմը կախված կլինի ամերիկյան կողմի ներկայացուցչի մակարդակից։ Եթե ԱՄՆ պատվիրակությունը գլխավորի փոխնախագահ Ջեյ Վենսը, իրանական կողմից բանակցությունները կվարի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Լիբանանում սպանվել է Հեզբոլահի առաջնորդի քարտուղար եւ զարմիկ Ալի Յուսուֆ Հարշին, Բեյրութի վրա Իսրայելի հարվածների հետևանքով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսրայելական բանակը Լիբանանում կրակել է իտալացի խաղաղապահների զրահափոխադրիչի ուղղությամբ։ Դեպքի համար արտգործնախարար Անտոնիո Տայանին պարզաբանում է պահանջել Իսրայելի դեսպանատնից։ Իսրայել կացը շնորհավորել է Իսրայելի պաշտպանության բանակին անթերի կատարման համար եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուին ղեկավարելու եւ իրանական ու լիբանանյան ճակատների միջև բաժանումը պահպանելու համար։ Ավելի վաղ Ցախալի խոսնակը հայտնել էր, որ չնայած Իրանի հետ հրադադարին, իրենք շարունակելու են հարվածները Լիբանանի ուղղությամբ։ ԱՄՆ կոնգրեսում արդեն քննարկում են սահմանադրության 25-րդ կետի լրամշակման կիրառումն ու նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելու հարցը։ Ֆրանսիական Le Monde պարբերականը նախագահի վերջին հայտարարությունները որակել է որպես բացահայտ անմեղսունակություն եւ ցեղասպանական ռետորաբանություն։ Այս ներքաղաքական ճգնաժամը սրվել է ապրիլի 7-ին Իրանի հետ հայտարարված հապճեպ ու անորոշ հրադադարի պատճառով։ Սպիտակ տունը փորձում է ամեն գնով դուրս գալ իր իսկ ստեղծած ռազմական թակարդից, քանի որ վեցշաբաթյա ինտենսիվ ռմբակոծությունները չեն տվել սպասված արդյունքը։ Պատերազմի հիմնական նպատակները Թեհրանի վարչակարգի տապալումն ու միջուկային ներուժի վերացումը, այդպես էլ մնացել են անիրականանալի։ Իրանական կողմը ցուցադրել է անսպասելի դիմադրություն, իսկ նրանց հարվածային անօթաչուների հզորությունը պարզապես թերագնահատվել է։ Ֆրանսիական պարբերականի համոզմամբ Վաշինգտոնի հայտարարած լիակատար հաղթանակն իրականում ռազմական ձախողումը քողարկելու եւ դիվանագիտական փակուղուց խուսափելու փորձ է։ Ռիո դե Ժանեյրոյում այրվել է 2016 թվականի օլիմպիական խաղերի մարզադաշտի տանիքը։ Հրդեհի պահին շենքը դատարկ է եղել, տուժածներ չկան։ Այս միջադեպի պատճառով փոփոխվել է այժմ ընթացող աշխարհի առաջնության գրաֆիկը։ Մրցումները հեծանվահրապարակից տեղափոխվել են Արենա Կարիոկա մարզահամալիր։ Կազմակերպիչները վստահեցրել են, որ մրցաշարը կշարունակվի անվտանգ պայմաններում եւ սահմանված ժամկետներում։ Իսրայելի կառավարությունը պատերազմական իրավիճակի քողի տակ հաստատել է Հորդանան գետի արևմտյան ափին 34 նոր բնակավայրերի կառուցումը։ Վաշինգտոնի օրդորով գաղտնի ընդունված այս որոշումը նպատակ ունի բռնակցել անգամ պաղեստինյան լիակատար վերահսկողության տակ գտնվող հողերը։ Տարածքային զավթումներին զուգահեռ իսրայելական կողմը 40-օրյա արգելքից հետո վերաբացել է Երուսաղեմի Ալ-Աղսա մզկիթ համալիրը։ Սրբավայրի բացումն անմիջապես ուղեկցվել է հրյա վերաբնակների ներխուժմամբ, որոնք ոստիկանության հովանու ներքո այնտեղ ծիսակարգեր են իրականացրել։ Իշխանությունները նաև երկարաձգել են վերաբնակների այցելության ժամերը, փաստացի սահմանափակելով մուսուլմանների ազատ դավանանքի իրավունքը։ Իրավիճակը մնում է ծայրահեղ լարված նաև Նաբլուսում եւ հարակից գյուղերում, որտեղ իսրայելական բանակի գործողությունների հետևանքով կրկին մարդիկ են սպանվել։ Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր արևմտյան ափին իսրայելական ուժերի եւ վերաբնակների ձեռքով զոհված պաղեստինցիների թիվն արդեն հասել է 1100-ի։